Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր, բարեկամներ, խաղային շաբաթը մոտենում է ավարտին ու արդեն վերջին խաղային օրը մրցում են միմյանց դեմ Աֆելի ամենափորձառու թիմերից երկուսը Վիլյարեալն ընդդեմ Աջափթյակի, սա հանդիպում է այլ ժանրից, կա մրցավարի սուրիչը 1 տարկած է հանդիպումը, եկեք ծանոթանանք մրցող թիմերի հայտարարություններին, սկսենք Աջափթյակից Գրիգոր Արաքելյանը պաշտպանում է դարպասը, համար 1 Վարդան Գրիգորյան, 2 Ժոզեֆ Շանելյան, 5 նա թիմի ավագ թե Գոր Մարտիրոսյան, համար 6 Մխիթար Համբարձումյան, համար 8 Ռաֆայել Մովսիսյան, համար 9 Ռոման Դավթյան, համար 10 Նարեկ Խանդամիրյան, համար 14 եւ Անդրանիկ Պետրոսյան, համար 17 Վիլյարեալ դարպասը պաշտպանում է Հարություն Մելքոնյանը, համար 1 Հակոբ Համբարձումյան, համար 2 Արեֆ Ասատպուր, համար 4 Լևոն Ստեփանյան, համար 5 Արմեն Ավակյան, համար 6 Գագիկ Սարդարյան, համար 10 Սարդարյանը նաեւ Վիլյարեալի ավագն է Տիգրան Սիմոնյան, համար 18 Վլադիմիր Ուլուխանյան, համար 20 Հարություն Զատիկյան, համար 22 եւ Վիգեն Բեգոյան համար 77, այո շատ հետաքրքիր 50 րոպեներ են մեզ սպասվելու, իսկապես թիմերը հանդիպում են Վինտեր քափի 11-րդ տուրի շրջանակներում, այո այս թիմերի պատմությանը կարծում եմ քաչ ծանոթ եք թիմերը միմյանց հետ նաև պայքարում էին Էլիտ լիգան հաղթահարելու գործում եւ այսօր իսկապես կարելի ասել մրցում են Էլիտ լիգայի ներկայիս չեմպիոնն ու Բրոնզե մեդալակիր, այո, շատ հետաքրքիր պայքար ձևավորվեց Էլիտ լիգայում, բայց ի վերջո Վիլյարեալը կարողացավ վերջին տուրում նույնիսկ չհաղթելով, այո, հռչակվել չեմպիոն, այդ շանսը նաև տրվեց Աջափթյակին, բայց վերջին տուրում թիմը հաղթանակի հասնելու դեպքում, երբ պետք է իր գլխավերևում բարձրացնել Էլիտ լիգայի գավաթը չհաղթեցին Չելսին ու Վիլյարեալը հռչակվեց չեմպիոն, հիմա այս հանդիպման մասին մրցաշարային աղյուսակում թիմերը նույնպես գտնվում են հարևանությամբ եւ առաջատարներից երկուսն են իհարկե այլ տարբերակ լինել պարզապես չէր կարող Վիլյարեալը այս պայն Ատլետիկո Երևանի հետ 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Աջափթյակն էլ 24 միավորով Երրորդ հորիզոնականում է գտնվում, այո, հաղթանակի դեպքում դե իհարկե կարող ենք նույնիսկ չասել Աջափթյակը շրջանցում է Վիլյարեալին, բայց իհարկե Վիլյարեալն էլ հաղթելու դեպքում արդեն կմեծացնի միավորների տարբերությունը Աջափթյակի հետ ու կհասցնի 4-ի Ուլուխանյանն է գնդակոն դեպի Հակոբ Համբարձումյանն են փոխանցում տեսնում, երկու թիմերն էլ իսկապես գտնվում են փայլուն մարզավիճակում ու իհարկե այսօր միայն կրկնում եմ այստեղ են իրենց հերթական 3 միավորին արժանանալու համար Ուլուխանյանն հետ փոխանցում դեպի դարպասապահու այստեղ Համբարձումյանի ճնշումը տվեց իր օգուտը Մխիթար Համբարձումյան կա Մարտիրոսյանը կա փոխանցում ու չհասավ այստեղ գնդակը Գոր Մարտիրոսյանին բրավո այստեղ Ուլուխանյանին սահանկման գնով փրկեց իր թիմի վերահաս գոլից եթե իհարկե փոխանցումը հասներ դեպի Գոր Մարտիրոսյանը անկասկած մենք կտեսնենք հանդիպան հաշիվը բացված բայց Դա տեղի չունեցավ, քանի որ ունի Վիլյարեալը խորքում Ուլուխանյանի պես առանցքային ֆուտբոլիստով շատ լավ իր գործը կարողացավ այս իրավիճակում կատարել ինչպիսի սահանկում իսկապես դրա մասին կարող են նույնիսկ շատ երկար ժամանակ խոսել։ Ստեփանյան ուղարկում է գնդակ Արեֆին դեպի աջ Արմեն Ավակյան։ Կրկին Ուլուխանյանին ուղարկեց գնդակու արդեն Բեգոյանին հասցեագրվեց գնդակը ձախ եզրով դեպի Կենտրոն շարժվեց ձախ եզրից Բեգոյանը, Արմեն Ավակյան շատ իսկապես լավ մարզավիճակում են գտնվում առանց որևէ բացառության երկու թիմերի բոլոր ֆուտբոլիստները հիմա այստեղ այո դիպավ գնդակը Խանդամիրյանի ձեռքին եւ ստանդարտ իրաստի Վիլյարեալը չափազանց վտանգավոր դիրքում ու տեսնենք այս ստանդարտը
Ինչի կվեածեն իհարկե դիրքը հարվածային է թիմերը իսկապես մրցեցին նաև էլիտ լիգայի շրջանակներում իհարկե դրվագը տեղի ունեցավ Խանդամիրյանի հետ կապված այդ իսկ պատճառով հիշեցի այդ հանդիպումը երբ Խանդամիրյանը եթե իրացնում էր 11 մետրանոցը ապա հանդիպան հաշիվը հավասարվում էր պարզվում էր այդ պայդրությամբ Աջափնյակը Վիլյարեալին 1-0 հաշվով բայց Խանդամիրյանի հարվածը դարպասապահը կարողացավ որսալ հետո էլ բաց ոտքով խաղի համար Խանդամիրյանը հեռացվեց խաղադաշտից ու մեկ ֆուտբոլիստ առավել լինելով խաղադաշտում Վիլյարեալը 1-0 հաշիվը ավելացրեց ու հաղթեց այդ խաղում 3-0 հաշվով Ավագյան Սարդարյան ու հիմա էլ դարպասա ձողը եկավ օգնության Աջափնյակին թիմերը արդեն սկսել են սպառնալ 1-1 ու դարպասի ուղղությամբ արդեն մեկական իրատեսական շանս ունեին յուրաքանչյուրը մյուսի դարպասը գրավելու, բայց առայժմ դարպասները անառիկ են։ Հիմա անկյունայինը կիրացնի հենց Գագիկ Սարդարյանը Վիլյարեալի ավակը ու տեսնենք այս անկյունային այս ստանդարտը ինչ կտա Վիլյարեալին։ Տեսնում ենք փոխանցում դեպի Ավակյանը մի փոքր հեռուն գնաց գնդակը, բայց հասավ Ավակյանը ու պայեց այնին մոտ եւս մեկ փոխանցում Շանելյանն այստեղ էլ ու հեռացեց եւ արագ հակագրոյ է փորձում հասնել Լիվերպուլը, այո կար խախտում Արեֆի կողմից Համբարձումյանի դեմ պայքարով ու հիմա արդեն գնդակը պետք է լինի Լիվերպուլին Դավթյանն է գնդակի մոտ արագորեն խաղարկեց Վարդան Գրիգորյանի հետ Եվ հետ փոխանցում ենք տեսնում դեպի թիմի ավակ Շանելյանը պաշտպանության խորքում է տեղ զբաղեցրելու իհարկե նրանք կարող են ամեն ուր տեսնել խաղադաշտում, բայց առայժմ հանդիպան մեկտարկային րոպեներին նա գտնվում է Աջափնյակի պաշտպանության խորքում Խանդամիրյան հետ փոխանցում դեպի Ռոման Դավթյանը Մարտիրոսյանին ուղարկեց Դավթյանն էլ գնդակու այսպես մանր փոխանցումներով Գրոյ է անցնում հիմա Աջափնյակը Համբարձումյան հեռու թողեց մի փոքր գնդակը հետո էլ Հակոբ Համբարձումյանը հեռացեց բայց այն կրկին Աջափնյակի ֆուտբոլիստերի մոտ է Վարդան Գրիգորյան լավ գործեց այս դրվագում փոխանցում էլ կատարեց այստեղ Բեգոյանն է փակում գնդակի ճանապարհը բայց կրկին Աջափնյակն է վերահսկում գնդակը Մխիթար Համբարձումյան աչքի եզրում ընդունեց գնդակը Համբարձումյանը Կա փոխանցում Գրիգորյան այստեղ կորցրեցին արվածի հնարավորությունը Նարեկ Խանդամիրյան պետք է արվածել հերվից այդպես էլ արեց Խանդամիրյանը բայց բարձր է ստացվում Նարեկ Խանդամիրյանի այս կատարած հարվածը չհասկացան իսկապես Վարդան Գրիգորյանն ու Գոռ Մարտիրոսյանը նախորդ դրվագում միմյանց Գրիգորյանը փորձեց փոխանցում կատարել Մարտիրոսյանին, բայց փոխարենը կարող էր ինքն էլ հարվածել այդ տարածությունից, իհարկե բավական մոտ էր դարպասին։ Դրվագը անցավ իհարկե մենք գոլ չտեսանք կրկին, բայց հուսանք որ թիմերը մեզ գոլարդ հանդիպում կպարգևեն, իհարկե դա այս հանդիպման համար մի փոքր հեշտ չի լինի, քանի որ թիմերը շատ լավ գործում են հատկապես խորքում, հատկապես պաշտպանությունում, երբ իսկապես Աջափնյակը ունի պաշտպանությունում Ժոզեֆ Շանելյան, Վիլյարեալը ունի պաշտպանությունում Հակոբ Համբարձումյան, Լևոն Ստեփանյան, իհարկե Աջափնյակի կազմում էլ Գրիգորյանն ու Շանելյանի հետ պաշտպանությունում տես զբաղեցել։ Դա այնքան հեշտ չի լինելու գոլարդ հանդիպում ակնկալելը, բայց հուսանք, իսկապես հուսանք, որ թիմերը հնարավորին կերպով կգրավեն 1-1 ու դարպասները։ Նարեկ Խանդամիրյան թողնում է գնդակը Դավթյանին ու դարպասապահ Արաքելյանի միջոցով Աջափնյակը կսկսի հերթական գրոհը դեպի աջ Շանելյան ընդունեց գնդակը ու շարժվում է առաջ Ժոզեֆ Շանելյանը տեսնենք ինչ որոշում կկայացնի դեպի կենտրոն Համբարձումյանի ուղղությամբ վտանգավոր է Մխիթար Համբարձումյան, բայց այստեղ էլ Ստեփանյանն է կարողանում պարզել ոտքը ու հեռացնել գնդակ այն նորից Աջափնյակի մոտ է հայտնվել Մարտիրոսյանն է հիմա Համբարձումյանի հետ փորձում գեղեցիկ խաղարկում կատարել, բայց այստեղ մի փոքր ուժեղ ստացվեց Գոռ Մարտիրոսյանի կատարած փոխանցումը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Բեգոյան թողնում է գնդակը Ուլուխանյանին ու դեպի Սարդարյանն ենք փոխանցում տեսնում Համբարձումյանը աստիճանաբար այո հանդիպան լարվածությունը գնալով էլ ավելի է մեծանալու Ավագյան լավ է նկատել Սարդարյանին, բայց այստեղ հասցրեց Արաքելյանը դուրս գալ դարպասից ու հեռացնել գնդակը շատ կտրող փոխանցում իսկապես կատարեց Արմեն Ավագյանը այս իրավիճակում, բայց խաղի կանոնների խախտում կար այս իրավիճակում ու տեսնենք ինչ է պատահել հիմա Արեֆին, որից հետո արդեն կանադառնանք հանդիպմանը
Հիմա Արեֆին օգնություն են ցուցաբերում խաղադաշտից դուրս, բայց ամեն դեպքում նրա փոխարինումը տեղի ունեցավ, այո, Վիլյարեալի կազմում հանդիպումը շարունակում է Տիգրան Սիմոնյանը Արեֆի փոխարեն, հուսանք ֆուտբոլիստի հետ ամեն ինչ կարգին կլինի ու նա կրկին կարողանա այս հանդիպումը շարունակել։ Հիմա Բեգոյանն է գնդակով հետ փոխանցում դեպի Օլուխանյանը։ Կրկին Բեգոյան։ Շատ գեղեցիկ հնարք իրարած Բեգոյանն է ու կրակեց հեռվից, բայց Արաքելյանը շատ ճիշտ դիտքում էր ու առանց բարդությունների տիրեց գնդակին այստեղ Շանելյան դեպի Մխիթար Համբարձումյանն է փոխանցում տեսնում անցավ Համբարձումյանը այստեղ Բեգոյանին ու խախտեց Բեգոյանը խաղի կանոնները ու Դավթյանն է գնդակի մոտ ստանդարտը խաղարկելու համար Լավ է նկատել Համբարձումյանի առաջ խաղացումը, բայց այստեղ Բեգոյանը փակեց գնդակի ճանապարհը, Ավակյան եւ հետ է ուղարկում գնդակը Հակոբ Համբարձումյանին, խաղարկում են Վիլյարեալի ֆուտբոլիստները հիմա պաշտպանությունում գնդակը Գագիկ Սարդարյանն է գնդակով Կրկին Համբարձումյանի ուղղությամբ փոխանցում ու դեպի աջ Ստեփանյանը շատ լավ նկատեց Համբարձումյանը խաղընկերոջ այս իրավիճակում Լևոն Ստեփանյանն շարժվում է առաջ Արմեն Ավակյանին ուղարկեց գնդակը Ավակյան, բայց տեսեք արդեն միանգամից երկու մրցակից ճնշում է Ավակյանին եւ գնդակը նրա մոտ է հայտնվում ու ստանդարտ հիմա արդեն կիրասնի Վիլյարեալը ճիշտ է մի փոքր ավելի հեռու է տարածությունը քան նախորդ դրվագում, բայց իհարկե Հիմա գնդակի մոտ է Սարդարյանը ու նա ունի փորձ նմանատիպ հեռահար տարածություններից հարված կատարելու համար տեսնենք այս անգամ ինչպես կստացվի Խաղարկում Ավակյանի հետ հարված ու այստեղ ամեն դեպքում Արաքելյանը միջամտեց գնդակին եւ անկյունային հարված են վաստակում հիմա Վիլյարեալի ֆուտբոլիստները որն շտաբում է իրացնելու Արմեն Ավակյանը Ու տեսնենք արդեն այս անկյունայինի խաղարկումը ինչ կբերի Վիլյարեալին Շատ լավ են դասավորված հիմա ֆուտբոլիստները Աջափնյակի կիսադաշտում խաղարկում այստեղ Բեգոյան հարված, բայց սա իհարկե այն հարվածը չէր, որը կսպառնար Աջափնյակի դարպասին բարձր ստացվեց Բեգոյանի հարված ու Արաքելյանը արագորեն խաղարկում է կրկին գնդակը Մխիթար Համբարձումյանի հետ Համբարձումյան լավ հնարքի առեց այս իրավիճակում ու թողեց գնդակը Շանելյանին Դավթյան շարժվում է առաջ Դավթյանը Պետրոսյանի հետ խաղարկում ու հասավ գնդակին ամեն դեպքում այո Դավթյանը հասավ ու շատ ճիշտ ժամանակի փոխանցում կատարեց բայց հիմա արդեն գնդակը Վիլյարեալի մոտ է Արմեն Ավակյան բայց շատ արդեն սրեց անկյունը Ավակյանը հիմա կատարեց փոխանցում ու այստեղ Պետրոսյանն է հեռացնում գնդակը Համբարձումյան նորից գնդակը Վիլյարեալի մոտ է Օլուխանյանի հետ խաղարկում Սարդանյանին ուղարկեց գնդակը ու այո Հիմա արդեն փորձում են աշ եզրով անցնել գրոյի Վիլյարեալի ֆուտբոլիստները Արմեն Ավակյան կրկին Ավակյանն էր գնդակով թողեց Սարդանյանին իհարկե Ավակյանին դաշտում ամենուր կարող են տեսնել նա մանևրում է թե պաշտպանությունում թե հարձակման գծում թե կիսապաշտպանությունում հիմա էլ կար խախտում այո այստեղ Մարտիրոսյանի դեմ պայքարում թիկունքից հրեց մրցակից ու գնդակը պատրաստվում է խաղի մեջ մտցնելուն Ժոզեֆ Շանելյանը հիմա խաղարկեց Պետրոսյանի հետ շատ լավ հաստրեց փոխանցում կատարել դեպի գոր Մարտիրոսյանը Պետրոսյանը ու տեսնենք այս գրոհի կտա Աջափնյակին լավն էր փոխանցում ու մինչև Դավթյանի գնդակին հպվելը Բեգոյանը հաստրեց հեռացնել այլապես կարող էր Դավթյանը հիմա արդեն բացել այս հանդիպման աչքերը եթե կրկնում եմ Բեգոյանը չհասցներ այս իրավիճակում հեռացնել գնդակը լավ էր նկատել խաղընկերոջը իսկապես գոր Մարտիրոսյանը այս իրավիճակում Հիմա անկյունայինի խաղարկում Դավթյանն է կրկին գնդակի մոտ Բարձից փոխանցում դեպի Տուկանային հրապարակ, բայց այստեղ Վիլյարեալի դարպասապահը կարողացավ վերցնել գնդակու երկար փոխանցում առաջ, բայց Շանելյանը շատ լավ պաշտպանվեց այս իրավիճակում Դավթյան նորից գրոհի է անցել Աջափնյակը Բարձից փոխանցում դեպի Մարտիրոսյանը իջեցեց այստեղ գոր Մարտիրոսյանը գնդակը չհարվածեց Շանելյանին ուղարկեց տեսեք հիմա հարձակման գծում է արդեն Շանելյանը հայտնվել Ինչի մասին խոսում եմ եկտարկում Գոր Մարտիրոսյան նրանք կարող են իսկապես տեսնել խաղադաշտի ցանկացած կետում ու այստեղ հասկանանք ինչ է պատահել մրցավարը ամեն դեպքում մոտեցել է Վիլյարեալի դարպասապահին ու հասկանալու համար
նախորդ դրվագում տեղի ունեցած բախումը լուրջ էր թե ոչ, բայց ամեն դեպքում Հարություն Մելքոնյանի հետ ամեն ինչ կարգին է ու նա շարունակի հանդիպումը։ Եվ հիմա արդեն հանձնեց գնդակը մրցավարը Վիլյարեալի ֆուտբոլիստերին, ովքեր էլ սկսում են իրենց հերթական գրողներից մեկը շատ լավ փոխանցեց Ավագյանը Բեգոյանին։ Դեպի Սարդարյանն եք փոխանցում տեսնում կա Ավագյանի տարբերակը չնկատեց Սարդարյանը այս իրավիճակում, հետո ստիպած եղավ հետ ուղարկել Ուլուխանյանին։ Լավ փոխանցում է Դավթյանը այստեղ ձգվեց, բայց գնդակը ամեն դեպքում հասավ Արմեն Ավագյանին։ Շատ լավ փոխանցում Սարդարյան Բեգոյան ու շեղությամբ է ստացվում Վիգեն Բեգոյանի հարվածը շատ նպաստավոր դիրքից այո նորից մեկ հնարավորություն ձեռքից բաց թողեց Վիլյարեալ այս դրվագում էլ ու նորից աջակցի ֆուտբոլիստները սկսում են խորքից Շանելյան այո այս թիմերը դեռ կհանդիպեն առաջիկայում իսկապես նաև ունեն եզրափակիչ միմյանց դեմ խաղալու էլիտ լիգայի գավաթի շրջանակներում, որտեղ կիսաեզրափակիչում Աջափնյակը վստահ կերպով հաղթեց Ատլետիկո Երևանին, Վիլյարեալն Մանչեսթեր Սիթի արգելքը հաղթարեց ու թիմերը եզրափակիչում մրցելու են միմյանց դեմ, եւս մեկ ոչ պակաս հետաքրքիր հանդիպումը մեզ սպասվելու այդ խաղի ժամանակ, դա հստակ օրը չեմ կարող ասել երբ այդ հանդիպան, բայց իհարկե հուսանք, որ այդ հանդիպումը ավելի շուտ կլինի, հիմա Շանելյանը բավական տարածություն հաղթահարեց ու հետո թիկունքից արդյոք կար խաղի կանոնների խախտում թե ոչ, ամենայն դեպս այս իրավիճակում մրցավարը չտեսավ ոչինչ։ Սարդարյան ուղարկում է գնդակը Ստեփանյանին եւ բարձից դեպի Արմեն Ավագյանն են փոխանցում տեսնում Ավագյան վտանգավոր է փոխանցում ու Արաքելյանի ձեռքերի մեջ ուղիղ հայտնվեց գնդակը նետումը կա ու հիմա սկսում է Աջափնյակը արագ հակագրոհի հասնել Խանդաբիդյան վտանգավոր հակագրոհ կարող է կազմակերպել Խանդաբիդյանը բայց բրավո Ուլուխանյանին նորից մաքուր գործեց այստեղ Ուլուխանյանը սահանքման գնով փակելով Աջափնյակի արագ ու սպառնալի հակագրոհի ինես դարպասի ուղղությամբ Այո, երկու թիմերն էլ շատ վտանգավոր պահեր ունեցել են արդեն իսկ այս խաղում, բայց իհարկե չեմ կարող չնշել ամենավտանգավոր պահը այս խաղում, երբ ստեղծեցին Աջափնյակի ֆուտբոլիստները, երբ ոչինչ չէր մնացել, քանց Մարտիրոսյանին գրավել դարպասը Համբարձումյանի փոխանցումից հետո, բայց սա հանգումը իսկապես Ուլուխանյանի կատարած ամեն ինչից փրկեց, իսկապես փրկեց, այլապես մենք լուսատախտակին կտեսնեինք այլ հաշիվ հենց հանդիպան մեկնարկում Վարդան Գրիգորյան թողեց գնդակը Շանելյանին ու արդեն դեպի Զախ փոխանցում Խանդամիրյան ուղարկեց գնդակը Մխիթար Համբարձումյանին կա Բեգոյանի առաջ խաղացումը դեպի Համբարձումյանը, բայց Դավթյանին է ուղարկում Համբարձումյանն էլ գնդակը ու տեսնենք Դավթյանի որոշումը խաղարկում Մարտիրոսյանի հետ Ռոման Դավթյան նորից թողեց գնդակը Մարտիրոսյանին 2-6 համարների պայքար տեսանք, բայց մնաց գնդակով Մարտիրոսյանը Ավագյանի դեմ պայքարում Մարտիրոսյան լավ փոխանցում, Մխիթար Համբարձումյան ու 1-0 Աջափնյակն առաջ է հասնում հաշվի մեջ։ Մխիթար Համբարձումյան 1-0 այս դիմակայության հաշիվը բացված է, բայց ինչպիսի փոխանցում ստացավ Համբարձումյանը այս իրավիճակում Մարտիրոսյանից ծափարություններ առաջինն իսկապես գոլ Մարտիրոսյանին առանց նայելու կատարեց այդ փոխանցումը Համբարձումյանի ուղղությամբ զգալով, որ արդեն խաղակերը այդ դիրքում է լինելու ինչն էլ շատ լավ կերպով գրոհ եզրափակում, ինչին էլ շատ լավ կերպով գրոհ եզրափակում տվեց Մխիթար Համբարձումյանը։ Աջափնյակը բացում է դիմակայության հաշիվը, ինչը էլ ավելի հետաքրքրացնելու հանդիպան մնացած ժամանակահատվածը։ Այո, Համբարձումյանի փոխանցումից հետո չգրավեց Մարտիրոսյանը դարպասը, բայց Մարտիրոսյանի փոխանցումից հետո դա արեց Մխիթար Համբարձումյանը ու հիմա 1-0 այս խաղում։ Հիմա Վիլյարեալը հայտնվել է պարտվողի կարգավիճակում։ Գրիգորյանն է կատարում եզրային նետում, Պետրոսյան այստեղ լավ չթողեց գնդակ ու կորցրեց Անդրանիկ Պետրոսյանը, Ավագյանի մոտ է հայտնվել հիմա էլ գնդակը աչից կա տարբերակներ, ուղարկեց Գագիկ Սարդարյանին, չանցավ հիմա էլ Սարդարյանի փոխանցումը, բայց այստեղ խլում են Վիլյարեալի ֆուտբոլիստները գնդակը Ավագյանը այստեղ կա խաղի կանոնների խախտում Ավագյանի դեմ պայքարում, այո։ Ու նորից շատ վտանգավոր գոտու վաստակում է ստանդարտի հնարավորություն Վիլյարեալը
Ու տեսնենք կրկին Արմեն Ավագյանն է գնդակի մոտ, Ուլուխանյանը նույնպես այնտեղ է, բայց իհարկե կարծում եմ հարված Ավագյանը ամեն դեպքում կկատարի այստեղ։ Ու տեսնենք կա մրցավարի սուլիչը Արմեն Ավագյան 4 հոգով են պատկազմել Աջափնյակի ֆուտբոլիստները եւ շատ ճիշտ են վարվել այստեղ պատի իսկապես եկավ օգնության այլապես բավական վտանգավոր է ստացվելու Ավագյանի հարվածը փորձեց պատի միջով անցկացնել գնդակը բայց շատ լավ պաշտպանվեց այստեղ Աջափնյակ այս իրավիճակում ու անկյունայինի խաղարկումը տեսնենք Բեգոյանն է գնդակի մոտ Բեգոյան բարձից դեպի Տուկանային հրապարակու հեռացված է գնդակու իվա Պետրոսյանը եւս մեկ կայծակտային հակագրոհ է սկսում Աջափնյակի համար լավ չընդունեց Մարտիրոսյանը գնդակը բայց շարունակում է Աջափնյակի հակագրոհը լավ է նկատել Պետրոսյանին բայց Սարդարյանը արդեն հասցրել է նահանջել ու այս իրավիճակում փակեց գնդակի ճանապարհը հիմա էլ Պետրոսյանը համարության շնորհիվ վաստակում է եզրային նետման հնարավորություն Տավցյանն է կատարում այստեղ եզրային նետում դեպի Նարեկ Խանդամիրյանը եւ հետ փոխանցում դարպասապահ Արաքելյանի ուղղությամբ ով առանց մտածելու եւ շատ ճիշտ վարվեց այս իրավիճակում երկար փոխանցում կատարելով առաջ Համբարձումյան Ուլուխանյան պայքարն ենք տեսնում մնաց գնդակով Ուլուխանյանը ու հետո էլ արդեն խախտում կատարեց Մխիթար Համբարձումյանը Հակոբ Համբարձումյանն է հիմա էլ գնդակով Արմեն Ավագյան Մոտենում է ավարտին առաջի կեսում, իհարկե այդ ամենը երկու թիմերն էլ շատ քաջ գիտակցում են Իհարկե Աջափնյակի տեսանկյունից փորձում է պահել առավելությունը, որը ստեղծել է Մխիթար Համբարձումյանը իր թիմի համար Իսկ Վիլյարեալն էլ փորձում է բնականաբար մինչ ընդմիջման գնալը հաշվի հավասարությունը վերականգնել Հիմա Ավագյանն է, Արմեն Ավագյանն է գնդակով Շատ հաջող անցում ստացեց Ավագյանի կատարմամբ հարված անդրադարձ ու Վարդան Գրիգորյանն է հիմա էլ փակում գնդակի ճանապարհը ինչպիսի հետաքրքիր հանդիպում են դիտում այս րոպեների խաղադաշտում Հակոբ Համբարձումյան դեպի Ավագյանը եւս մեկ փոխանցում Արմեն Ավագյան հիմա ինչ որոշում կկայացնի Ավագյանը ուղարկում է գնդակը Սարդարյանի փոխանցում ու Ուլուխանյանի հարվածը չի ստացվում այստեղ Բարձր ստացվեց Ուլուխանյանի հարվածը այստեղ վերնագրենք այո ամենալավ հարվածը չէր որ նա կարող էր իրականացնել Ու հիմա անկյունային վաստակեց ամեն դեպքում Ուլուխանյանի հարվածից հետո այո տեղի էր ունեցել անդրադարձ եւ տեսնենք այս անկյունայինը ինչ կտա հիմա Վիլյարեալի Սարդարյանն է ուղարկում գնդակը այստեղ Խանդամիրյանը հեռացեց Արմեն Ավագյան եւս մեկ հարված ու բարձր է ստացվում հիմա այլ Ավագյանի կատարած հարվածը Մխիթար Համբարձումյան այստեղ Բեգոյանը փակեց գնդակի ճանապարհը, բայց լավ չընդունեց Վարդան Գրիգորյանն է հիմա այլ գնդակով շարժվում առաջ Գրիգորյան սա անկման գնացել էր արդեն Սարդարյանը այդ իսկ պատճառով շարժվեց առաջ Գրիգորյանը Գոռ Մարտիրոսյան Շատ լավ փոխանցում դեպի Պետրոսյանը, բայց վերջի պահին այստեղ հասցրեց ոտքը պարզելու Լևոն Ստեփանյանն ու հեռացնել գնդակը, այո, շատ արագ էին անցնում հակագրոհի Աջափնյակի ֆուտբոլիստները, հիմա էլ կորցրեցին գնդակը ու արված կլինի Տեղին Սուզանավի դարպասից երկար փոխանցում ենք տեսնում առաջ Ավագյանը պահեց գնդակը դաշտի սահմաններում ու դեպի Սարդարյանն էր ուղարկում գնդակը, բայց այստեղ Պետրոսյանն է հաջող գործում Դավթյան, Մխիթար Համբարձումյան կա Մարտիրոսյանը, բայց ավելի շուտ կարող էր իհարկե գնդակը հասցրել Շանելյանին չնկատեց, թիկունքով էր իսկապես չնկատեց Մխիթար Համբարձումյանը հիմա էլ Հակոբ Համբարձումյանն է խախտում խաղի կանոնները Մխիթար Համբարձումյանի դեմ պայքարում ու ստանդարտ տիրացնի հիմա Աջափնյակը ու տեսնենք այս ստանդարտ ինչ է վերելու Աջափնյակին կրկին Ռոման Դավթյանն է գնդակի մոտ բայց կարծես թողեց այստեղ Դավթյանը գնդակը Շանելյանն ու Գրիգորյանը մնացին գնդակի մոտ
Ու հարվածի է կարծես պատրաստվում Շանելյանը, ոչ փոխանցում կատարեց գոր Մարտիրոսյանի ուղղությամբ։ Մարտիրոսյանն է հարվածում ու այստեղ փակվեց Մարտիրոսյանի հարվածի ճանապարհը։ Եվ վերջ առաջի խաղակեսը հենց այստեղ ու այսքանով էլ ավարտվում է 1-0 հաշվով հաղթում է Աջափնյակը։ Մեզ մոտ կարճ դադար է, որից հետո կշարունակենք։ Սիրելի ֆուտբոլասերներ, մեկնարկում է Աջափնյակն ընդդեմ Վիլյարեալի հանդիպան երկրորդ կեսը առաջի խաղակեսից հետո Մխիթար Համբարձումյանի խփած գնդակի շնորհիվ 1-0 հաշվով ունի առավելություն խաղադաշտում Աջափնյակը, տեսնենք երկրորդ կեսում ինչ կառաջարկեն թիմերը, եկեք եւս մեկ անգամ վերհիշենք մրցող թիմերի հայտացուցակները, այստեղ կար խաղի կանոնների խախտում Պետրոսյանի դեմ պայքարում։ Եվ այսպես սկսենք Աջափնյակից Գրիգոր Առաքելյանը պաշտպանում է դարպասը համար 1, Վարդան Գրիգորյան համար 2, Ջոզեֆ Շանելյան համար 5, Գոր Մարտիրոսյան համար 6, Մխիթար Համբարձումյան համար 8, Ռաֆայել Մովսիսյան համար 9, Ռոման Դավթյան համար 10, Նարեկ Խանդաբիրյան համար 14 եւ Անդրանիկ Պետրոսյան համար 17։ Սարդարյան վտանգավոր է հարված, բայց Առաքելյանը ճիշտ դիտքում է նորից տեքս զբաղեցրել ու նորից վերցրեց գնդակը եւ երկար փոխանցում Գոր Մարտիրոսյանին, այստեղ հիփավ գնդակը Մարտիրոսյանի ձեռքին ու գնդակը պետք է լինի Վիլյարեալինը։ Ծանոթ ասեմ նաև Վիլյարեալի հայտարարուցակը Հարություն Մելքոնյանը պաշտպանում է դարպասը համար 1, Հակոբ Համբարձումյանը համար 2, Արեֆ Ասատպուրը համար 4, Լևոն Ստեփանյան համար 5, Արմեն Ավագյան համար 6, Գագիկ Սարդարյան համար 10, Տիգրան Սիմոնյան համար 18, Վլադիմիր Ուլուխանյան համար 20, Հարություն Զատիկյան համար 22 եւ Վիգեն Բեգոյան համար 77։ Երկար փոխանցում են տեսնում առաջ Խանդամիրյանն է հեռացնում գնդակը, այստեղ էլ լավ իջեցրեց Մարտիրոսյանը գնդակը Մխիթար Համբարձումյանի համար, բայց գրոհի անցնել այս ամենից հետո չստացվեց Աջափնյակի մոտ, Ուլուխանյանն է առաջարժվում, թողեց գնդակը Ավագյանին, շատ լավ է տեսնում խաղադաշտի իսկապես Ավագյանը, չկար տարբերակ, ստիպված եղավ այս դեպքում գնդակը հասցեակել Ստեփանյանին ու շատ ճիշտ վարվեց եւս մեկ երկար փոխանցում հիմա էլ Ստեփանյանից ու Առաքելյանը կրկին դուրս գալով դարպասից տիրեց գնդակին այստեղ։ Կրկնում եմ, հաղթանակի հասնելու դեպքում այսօր Աջափնյակը մրցաշարային աղյուսակում շրջանցում է Վիլյարեալին, կշրջանցի նաև Ատլետիկո Երևանին, բայց դեռ Ատլետիկո Երևան ունի հանդիպում անցկացնելու, որը չի անցկացրել այս տուրում, նոր դրանից հետո արդեն պարզ կդառնա թե ով կլինի առաջատարը, հիմա հարված տեսանք Ավագյանի կատարմամբ, բայց բարձր ստացվեց ու հարված կլինի կրկին Գրիգոր Առաքելյանի պաշտպանած դարպասից։ Խաղարկում է գնդակը Արագորեն Առաքելյանը Դավթյանի հետ, Նարեկ Խանդամիրյան, ես իսկ նետի Աջափնյակը, Դավթյանը շատ երկար փոխանցում այստեղ կատարեց, բայց Ստեփանյանը առաջին արձագանքեց գնդակին, Պետրոսյանի մոտ է գնդակտել ու դուրս եկավ դաշտի սահմաններից արդեն եզից կնետի Վիլյարեալը։ Սարդարյան հետ փոխանցում դեպի Ստեփանյանը ու շարժվում է առաջ գնդակով Լևոն Ստեփանյանը, թողեց գնդակի հիմա դարպասապահին, Ուլուխանյան, Դավթյանն է այստեղ հաջող խնում կարողանում կատարել, Դավթյան լավն էր փոխանցումը, բայց հասցրեց Ստեփանյանը հեռացնել գնդակը, իսկապես շատ հաջող արեց այս իրավիճակում Ռոման Դավթյանը ամենից, թե գնդակի խլումը մրցակցից, թե արագ հակագրող կազմակերպելը, փոխանցումն էլ այնպես չէ, որ ուշացրեց, պարզապես Ստեփանյանը իր ողջ արագությունը գործի դրեց ու հասցրեց հեռացնել այս իրավիճակում գնդակը, հիմա եզիս կնետի Վարդան Գրիգորյանը։ Շանելյանին ուղարկեց գնդակը, Մարտիրոսյան, ու հետ փոխանցում Նարեկ Խանդամիրյանի ուղղությամբ, Դավթյանին է ուղարկում գնդակը Խանդամիրյանը, շատ հաջող գնդակից ազատվեց Դավթյանը, պատխաղարկում Շանելյանի հետ, ու այստեղ կա խաղի կանոնների խախտում Ստեփանյանի կողմից, Արագորեն խաղարկեց Աջափնյակը, գնդակը Մխիթար Համբարձումյան, աչից կա Պետրոսյանը, այդպես էլ վարվեց Պետրոսյան հարված ու Համբարձումյանն է հասնում կանգնել Պետրոսյանի հարվածի ճանապարհին։ Եթե ստացվեր Պետրոսյանի հարվածը այնպես, որ գնդակը ընթանար դեպի դարպասը, չեմ կարող ասել արդյոք ինչ տեղի կունենար Վիլյարեալի Տուգանային հրապարակում, համենայն դեպս բարդ հարված էր կատարել Պետրոսյանը, հիմա եզրային նետում իրականացված է, Վարդան Գրիգորյանն է հիմա իր հարցը հայտնել
Հարցակման գծում ու վաստակում է բավական վտանգավոր դիրքում Տուգանային հարվածի հնարավորություն։ Աջապյակի համար արագորեն ուղարկեց գնդակը Նարեկ Խանդամիրյանի ուղղությամբ։ Ու այստեղ արդեն դուրս եկավ Վիլյարեալի պաշտպանությունից, Խանդամիրյանն էլ շատ ճիշտ վարվեց գնդակը ուղարկելով դարպասապահ Արաքելյանի ուղղությամբ ու արդեն աջ եզրով Աջապյակը եւս մեկ գրոյի փորձ է սկսում, շատ լավն էր Շանելյանի փոխանցումը, Մարտիրոսյան, Պետրոսյան, Անդրանիկ Պետրոսյան, այստեղ չանցավ Իմայել Պետրոսյանի փոխանցումը, Ստեփանյանը ամեն դեպքում հասցրեց խանգարել Պետրոսյանին ու թույլ չտվեց որպեսզի նրա կատարած փոխանցումը հասնի Հասիատիոչը, Սարդարյան, հիմա Վիլյարեալն է նետվում առաջ, կա փոխանցում Արմեն Ավագյանի ուղղությամբ ու խախտեց այստեղ Դավթյանը խաղի կանոնները, չեմ կարող ասել Ամենայն դեպս Տուգանային հարված նշանակել է մրցավորը բավական վտանգավոր գոտում Այո եւ Վիլյարեալը շանս է ստանում հիմա հաշիվը հավասարեցնելու այնպես չէ որ 11 մետրանոց է նշանակված բայց ստանդարտերը շատ լավ են օգտագործում այս երկու թիմերը խաղադաշտում ու հիմա դիրքը բավական վտանգավոր է պետք է փորձել հասնել հաջողության այստեղից Սարդարյանն է գնդակի մոտ կամ մրցավարի Սուլիչը Տեսնենք ինչ որոշում է կայացնելու Սարդարյանը հարված թե փոխանցում Ավագյանին չեմ կարող ասել հարված ամեն դեպքում բայց շեղությամբ ստացվեց Սարդարյանի կատարած հարված ու Հարված կլինի հիմա Աջապյակի դարպասից Այո 1-0 դեռ հաղթանակ չէ 1-0 դեռ ոչինչ չի նշանակում այս խաղում 1-0 իհարկե այս երկու թիմերի համար պարզապես ոչինչ է խաղադաշտում մեկ գնդակի առավելությունը ճիշտ է երկու թիմերը կրկնում կարող են պահել միջև վերջի րոպեն բայց նույն հաջողությամբ կարող են 1-2 րոպեի ընթացքում 2-3 գնդակ հեղինակել ու հանդիպան ընթացքը շրջել իրենց օգտին երկուսն էլ այդ ամենը քաջ գիտակցում են ու հիմա տեսնենք այս մնացած ժամանակահատվածում ինչ կառաջարկեն մեզ Շանելյան չանցավ փոխանցումը ցածից Ուլուխանյանն է խլում կատարում ու շարժվում առաջ հասրեց փոխանցում կատարել այստեղ Ուլուխանյանը Բեգոյանի ուղղությամբ բայց հասրեցին նույնքան արագել նահանջել ու պաշտպանվել Աջապյանքի ֆուտբոլիստները հիմա էլ ուժեղ է փոխանցումը Մարտիրոսյանի համար ու եզից կնետի Վիլյարեալը Ավագյան Գնդակ ուղարկեց Բեգոյանին Պետրոսյանն է հիմա դիմավորել Բեգոյանին և ետ փոխանցում կատարեց Իմայել Բեգոյանը Լևոն Ստեփանյան Կենտրոնով հասյագեց գնդակ Ավագյանին բայց հասնում է Խանդամիրյանը հեռացնել գնդակ այո թույլ չտվեց Ավագյանին պատրաստվել հարվածի հիմա կրկին Ավագյանն է գնդակով Ուլուխանյան նորից Ավագյան այստեղ չկա ոչինչ ու եզրից է նետելու Վիլյարեալը կատարված է եզրային նետում Ուլուխանյան հիմա արդեն խախտեց Շանելյանը խաղի կանոնները այո հիմա կար խաղի կանոնների խախտում ու տեսնենք արդեն այս ստանդարտը ինչ է տալու Վիլյարեալի ֆուտբոլիստներին Արմեն Ավագյանն է գնդակի մոտ ու տեսնենք ինչ է նախապատրաստել Ավագյան այս իրավիճակում հետ փոխանցում դեպի Հակոբ Համբարձումյանը հարվածել տեսանք ու Շանելյանը փակեց գնդակի ճանապարհը եւ շատ հաջող փոխանցում գոլ Մարտիրոսյանին բայց բրավո Սարդարյանին ինչպես սահանքում կատարեց ու հեռացրեց գնդակը հիմա մրցավարը կդիտի արդեն նախորդ դրվագում տեղի ունեցածը հասկանալու համար կար ձեռքով խաղ թե ոչ Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու չկար ձեռքով խաղ հիմա արդեն այո հաշիվը մնում է անփոփոխ ու Սարդարյանից էր գնդակը վերջի նպումը տեղի ունեցել եզից պետք է նետի Աջապյակը Դավթյանն է կատարում եզրային նետումը բայց այստեղ Մարտիրոսյանը չգնաց միջև վերջ մի փոքր ուժեղ էր կատարված փոխանցում ու արդեն հարված կլինի Վիլյարեալի դարպասից
Հակոբ Համբարձումյան թողեց գնդակ Ուլուխանյանին այո իհարկե Վիլյարեալի հարձակման գծում եթե որպես թարմուշ դիտարկենք այսօր չունի այդպես փոփոխությունների հնարավորություն Վիլյարեալը իհարկե բացառությամբ Սիմոնյանի ու Բեգոյանի նրանք են այս պահին հարձակման գծում բայց Ավակյան հարված դարձան իր վրա ընդունել Սարդալյանն է հարվածում ու փակեցին հիմա Սարդալյանի հարվածի ճանապարհ այս գրոից հետո Խոսեփ ու Խանդամիրյանը երաստում է գնդակը Այո հարձակման գծում այստեղ իսկապես երկու թիմերն են այսօր չունեն ոչ մի տարբերակ հարձակման գիծը ավելի ուշեղացնելու համար եթե այդտեղում կա Հարություն Զաթիկյանը Վիլյարեալի կազմում ապա նա նոմինալ պաշտպան է խաղադաշտում եւ իհարկե հարցակման գծում չի կարող օգտել, բայց հիմա այո ամեն դեպքում Զատիկյանը կարծես նախավարժանքի է դուրս գալիս, որպեսզի մտնի փոխարինման։ Ու հիմա Ռաֆայել Մովսիսյանն էլ եթե ինձ մոտ կա նշված հայտարարություն, բայց ներկա չէ այս հանդիպմանը, եթե Մովսիսյանը ներկա լիներ, ապա Աջափյակը կունենար իսկական հարցակվողի փոխարինման տարբերակ, իհարկե Վիլյարեալի կազմում կար այդպիսի տարբերակ նախորդ մրցաշրջանում, երբ Ալիկ Հովհաննիսյանն էր իսկապես ուժեղացնում էր հարձակման գիծը Հովհաննիսյանը, բայց նա Winter Cup մրցաշարում այլևս Վիլյարեալի կազմում հանդես չի գալիս, պաշտպանում է Ատալանտայի գույներով։ Տեսնենք այս մնացած ժամանակահատվածում առանց նոմինալ հարձակվողի փոփոխության թիմերի ինչ կփորձեն անել, իհարկե գնալով ֆուտբոլիստները էլ ավելի հոգտացություն կզգան, բայց դա երկրորդական է, հիմա խաղադաշտում Մարտիրոսյան այստեղ Սարդալյանը պարկեց գնդակի ճանապարհին ու թույլ չտվեց Մարտիրոսյանի հարվածը ընթանա դարպասի ուղղությամբ, հիմա Արագ Վիլյարեալի պատասխանը, բայց Վարդան Գրիգորյանը շատ ճիշտ ժամանակին նահանջեց, շատ ճիշտ դիջ բաղեցեց ու այստեղ փոխանցում կատարեց Մխիթար Համբարձումյանի ուղղությամբ, Ավակյանն էլ դիմավորեց Համբարձումյանին եւ հեռացեց գնդակը եզրային նետում կտեսնենք հիմա Զաթիկյանը մտավ խաղադաշտ, այո, ու Սիմոնյանը լքեց խաղադաշտը եւ տեսնենք հիմա արդեն ահա այսպեսի տակտիկական փոփոխություն Վիլյարեալը իրականացնում է, հիմա արդեն խաղադաշտում Վիլյարեալի կազմում նոմինալ հարձակվողի է վերածվում կարծես Հակոբ Համբարձումյանը, ով հանդիպան մեկտարկում պաշտպանի գոտում է տեղ զբաղեցել, բայց հիմա իսկապես նա կարող է հարձակման գծում թարմություն տալ, նա որպես հարձակվող կարողանում է շատ լավ ելույթներ ունենալ Վիլյարեալի կազմում ու տեսնենք Բեգոյանն է շարժում առաջ թողեց գնդակ Արմեն Ավակյանին Ավակյան ազատվեց գնդակից Ուլուխանյան դեպի Ստեփանյանը փոխանցում այդ փոխանցում Սարդալյանին անդադար այսպես երկու թիմերը կարող են խաղարկել իսկապես գնդակը բայց պետք է շարժվել առաջ հատկապես Վիլյարեալի տեսանկյունից պետք է փորձել հաշվի հավասարությունը վերականգնել այնպես չէ որ Աջափյակը այդ ամենի մասին չի մտածում պարզապես նրանք հիմա ակրովի կարգավիճակ են ստանձնել ու այս մեկ գնդակի առավելությունը համենայն դեպս նույն 3 միավորի արժեք ունի հիմա Խանդամիրյանն է շարժվում առաջ հակագրող Աջափյակից լավ անցում ստացվեց դեպի Մարտիրոսյանը փոխանցում են տեսնում Գոր Մարտիրոսյանը այստեղ մի փոքր դանդաղեց Մարտիրոսյանը հետո էլ արդեն չհարվածեց բայց շատ հաջող փոխանցում է կատարում Պետրոսյանին, գուցե Պետրոսյանը փորձի, այո այդպես էլ արեց, բայց Համբարձումյանը փակեց գնդակի ճանապարհը ու Վիլյարեալը շարժվում է առաջ, Արմեն Ավակյան Ավակյան երկու դեպքում էլ հաջող անցում հարված նույնիսկ ու այստեղ դիպուկ չստացվեց գտնվել Ավակյանի մոտ շեղությամբ ստացվեց Ավակյանի կատարած հարվածը գնդակն էլ դուրս եկավ դաշտի սահմաններից Համբարձումյան ընդունեց հիմա գնդակը, վերսկսվեց հանդիպումը, թողեց Շանելյանն է հիմա էլ միացել գրոհին, բայց այստեղ Ուլուխանյանը նորից մաքուր սահանքում է կարողանում կատարել, հետո էլ եզրից պետք է նետի, այո արդեն Աջափյակը
Շանելյանը այո, երբ իսկապես միանում է աջակցակի գրոհներին, ապա որևէ վտանգ պետք է սպառնալ նրանից։ Դավթյանն է հիմա կատարում եզրային նետումը, Պետրոսյան թողեց գնդակը Գոր Մարտիրոսյանին։ Ոչ փոխանցում են տեսնում, Խանդամիրյանն է հիմա էլ այս դիրքում։ Էֆեկտ փոխանցում դեպի դարպասապահ Արաքելյանը, այո, ինչի մասին խոսում ենք, Աջափնյակը այս պահին կարծում եմ չի շտապում, կարծում եմ ոչինչ չի մտահոգում Աջափնյակին, քանց վերահասկել այն հաշիվ, այն առավելությունը, որը ստեղծել է Մխիթար Համբարձումյան Աջափնյակի համար։ Կստացվի խփել երկրորդը, կստացվի, չէ, իհարկե պետք է ամեն կերպ փորձել պահել այս առավելությունը, հիմա չկար խախտում Համբարձումյանի դեմ պայքարում, բայց անկյունային վաստակում է Վիլյարեալն այս իրավիճակում։ Արմեն Ավագյանն է կրկին գնդակի մոտ։ Բարձից փոխանցում են տեսնում ու Պետրոսյանը հեռացեց, գնդակը Զատիկյանն էլ ավելացրեց, այստեղ չստացվեց ոչինչ ու նետվում է առաջ Աջափնյակը, Մարտիրոսյան ուժեղ էր մի փոքր փոխանցումը, եթե Դավթյանն է հիմա շատ հաջող փոխանցում կատարում Համբարձումյանի ուղղությամբ ու տեսնենք կա Շանելյանի տարբերակը, այդպես էլ վարվեց Մխիթար Համբարձումյանը, Շանելյանն ընդունել է գնդակը հիմա հարձակման գծում է, նորից պետք է ուշադիր լինել, կրկնում եմ Ժոզեֆ Շանելյանին, Մխիթար Համբարձումյանը սա խաղի կանոնների խախտում է անկասկած, այո, կար խաղի կանոնների խախտում ու առաջին դեղին քարտը այս խաղում արդեն տեսնում ենք այն իր գլխավերևում տեսավ Գագիկ Սարդարյանը ու տեսնենք արդեն այս ստանդարտը ինչ կտա Աջափնյակին Խանդամիրյանն է գնդակի մոտ Տեսնենք Խանդամիրյանը կարող է այսպիսի տարածությունից հարվածել, բայց այստեղ բարձր ստացվեց Խանդամիրյանի հարված, իհարկե մենք նրա հարվածների մասին քաչ տեղյակ ու ծանոթ ենք նրա հարվածներից, նա հատկապես հեռահար տարածություններից շատ լավ է հարվածում մարզակիցների դարպասի ուղղությամբ, բայց այս անգամ չստացվեց։ Դիպուկ գտնվել Խանդամիրյանի մոտ, լինենք արդարացի տարածությունները այնպես չէ, այնքան հարմար է, ավելի հեռու էր, քան իհարկե սպասելի էր Զատիկյան Փոխանցում Հակոբ Համբարձումյանի ուղղությամբ իջեցեց գնդակը Համբարձումյանը, թողեց Բեգոյանին, կրկին Համբարձումյան ու այստեղ Շանելյանը նահանջեց, բայց հետո կորցրեց գնդակը Համբարձումյանն էլ հարվածում է ու հիմա հրաշքով գնդակը չի հայտնվում Աջափնյակի դարպասում, այո այստեղ կարող էր օգտվել այս իրավիճակից Վիլյարեալը, բայց բարձր ստացվեց Հիմա էլ Հակոբ Համբարձումյանի կատարած հարվածը ու կվերսկսվի հիմա հանդիպումը Շանելյան դեպի Գոր Մարտիրոսյանը կատարեց փոխանցում Մարտիրոսյանն շատ հաջող կերպ ուղարկեց գնդակը Պետրոսյանի ուղղությամբ Մխիթար Համբարձումյան Մարտիրոսյան մնաց գնդակը Աջափնյակի ֆուտբոլիստների մոտ շատ հաջող դուրս եկան այս բարդ իրավիճակից Աջափնյակի ֆուտբոլիստները Մարտիրոսյան կա Խանդամիրյանը կա Պետրոսյանը փոխանցում Պետրոսյանին բայց չի ստացվում Պետրոսյանի մոտ ուժեղ հարվածել իհարկե արդեն լարվածությունը խաղադաշտում իր գործը անում է այդտեղը զգացնել տալիս է իսկապես Պետրոսյանի հարվածը եթե դիպուկ ստացվեր ու հիմա գրավեր Աջափնյակը երկրորդ անգամ Վիլյարեալի դարպասը շատ ավելի ու ավելի վստահ կզգային իրենց այս մնացած խաղաժամանակահատվածում, բայց չստացվեց ու հիմա տեսնենք այս ամենից հետո ինչ է փորձելու անել Վիլյարեալը Համբարձումյան թողեց գնդակը Պետրոսյանին շարժվում է առաջ Աջափնյակը, բայց Ավագյանը այստեղ հեռացեց գնդակը ու հիմա հենց իհտել սկսում է հակագրոհը Վիլյարեալի Արմեն Ավագյան հերմից հարված Դավթյանն է փակում գնդակի ճանապարհը հետո էլ Համբարձումյանը մաքուր խլում կարողացավ կատարել իսկ Ավագյանը գնաց սահակման, չխախտեց խաղի կանոնները, բայց հենց իրենից էլ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու եզից կնետի հիմա Աջափնյակը, Դավթյանն է պատրաստում եզրային նետում իրացնելուն
Շատ լավ նկատեց Համբարձումյանի առաջ խաղացում ու կատարեց փոխանցում Համբարձումյանը հասցրեց փոխանցել Խանդամիրյանը միացել է գրոհին տեսնենք այս գրոհը ինչ է տալու Աջափթակի Շանելյան բարձր է ստացում Ջոզեֆ Շանելյանի կատարած հարվածը Ուլուխանյան դեպի Ստեփանյանը փոխանցում շարժում է առաջ Լևոն Ստեփանյանը գնդակով փոխեց գրոհի եզրը դեպի Բեգոյանի ուղղությամբ Արմեն Ավագյան լավ ընդունեց գնդակը, բայց Սորիս Դավթյանն է կանգնում գնդակի ճանապարհին ու թույլ չտվեց Ավագյանի փոխանցումը Հասնի Հասցեատիրոջը հենց Դավթյանն էլ հիմա գնդակով է շարժվում առաջ, շատ լավ փոխանցում է դեպի Պետրոսյանը, բայց գրոհի սրություն չտվեց այս իրավիճակում Պետրոսյանը, Խանդամիրյան Շատ հաջող նկատեց Վարդան Գրիգորյանին, Խանդամիրյանը հիմա տեսնենք Գրիգորյանը շատ հանգիստ փոխանցում կատարեց Պետրոսյանի ուղղությամբ Նորից Խանդամիրյան ու գրոհի տեղափոխություն դեպի աջ, դեպի Մարտիրոսյանը ընդունեց Մարտիրոսյանը գնդակը շատ հաջող կերպով, բայց նորից չի տալի գրոհի սրություն Շանելյան եւ հետ փոխանցում դարպասապահ Արաքելյանի ուղղությամբ կրկին Շանելյան Գոր Մարտիրոսյան, Շանելյան Շատ գեղեցիկ է խաղարկում գնդակը Աջափթակը Վարդան Գրիգորյան հաջող փոխանցում է դեպի Անդրանիկ Պետրոսյանը, բայց չի շտապում, իհարկե Պետրոսյանը հիմա չի շտապում Շանելյան Հետ փոխանցում Դավթյանին, նորից Շանելյան Հասավ գնդակը Շանելյանին ու շարժվում է առաջ Ջոզեֆ Շանելյանը Համբարձումյանին ուղարկեց այստեղ մնաց գնդակով Մխիթար Համբարձումյանը ու կար այո խաղի կանոնների խախտում կար Համբարձումյանի դեմ պայքարում Ստանդարտ է իրացնելու Աջափթակը Մարտիրոսյանը խաղարկում է գնդակը Դավթյանի հետ Փոխանցում Համբարձումյանին Եվ այստեղ խաղի կանոնների խախտում կար Սարդարյանի կողմից Նորից ստանդարտի հնարավորություն Աջափթակի համար Դավթյանն է հիմա էլ գնդակի մոտ խաղարկում է գնդակը Անդրանիկ Պետրոսյանի հետ Դեպի Շանելյանը փոխանցում Դեպի աջ Նարեկ Խանդամիրյան ու գնդակ ուղարկում է շատ հաջող կերպով Մարտիրոսյանի ուղղությամբ Իհարկե տեսնում ենք այն հաշիվը խաղադաշտում այն հաշիվը լուսատախտակի վրա, որը կանխատեսելի էր երկու թիմերի կատարմամբ Մխիթար Համբարձումյան շարժվում է առաջ Համբարձումյանը փոխանցում ու այստեղ չանցավ գնդակը Վիլյարեալի դարպասապահից Արմեն Ավագյան, այո, իսկապես գոլարատ հանդիպում ցանկանում էինք, բայց կանխատեսելի էր, որ դա այդպես չի լինելու Շատ հաջող փոխանցում դեպի Գոր Մարտիրոսյանը, Մարտիրոսյանն էլ լավ նկատեց Պետրոսյանին, բայց Զաթիկյանը փակեց հիմա գնդակի ճանապարհը Բեգոյան ուղարկում է գնդակը Սարդարյանին 3 րոպե մինչ հանդիպան հիմնական ժամանակի ավարտու արդեն տեսնենք այս րոպեները ինչի է փորձելու վերացել առաջին հերթին Վիլյարեալ այս պարտությունից փրկվելու համար իսկապես Աջափթակը կրկնում եմ կարող է պարզապես պայել այս առավելությունը Համբարձումյան ու դարպասապահ մաքուր դուրս գալով դարպասից այստեղ փրկում է Վիլյարեալին Ավագյանն էլ Բեգոյանն էլ ներողություն այս իրավիճակում հարվածեց բայց բարձր ստացել եթե հիմա ստացվի Համբարձումյանի անցումը դարպասապահից ապա դարպասը կգրավեր Մխիթար Համբարձումյան ու կարելի էր փաստել այդ գոլից հետո որ կհաղթի հայ խաղում Աջափթակը բայց ամեն դեպքում Հարություն Մելքոնյանը դա թույլ չտվեց, եթե նույնիսկ դիպչեր գնդակը Մելքոնյանի ձեռքին առանց որևէ երկրորդ տարբերակի կհեռացվեր դարպասապահ խաղադաշտից վերջին հույսի խախտման համար գնդակի ճանապարհը փակելու, բայց դա տեղի չունեցավ։ Արմեն Ավագյան շատ լավ անցում Ավագյանից, շատ լավ էր մտածել այստեղ փոխանցում Ավագյանը, բայց բրավո Ռոման Դավթյանին նորից կանգնում է գնդակի ճանապարհին ու թույլ չի տալիս փոխանցումը։ Հասնի այն դիրք, որտեղից հնարավոր է գրավել դարպասը Աջափթակի։ Գրիգորյան թողեց գնդակը Մարտիրոսյանին։ Ու այստեղ պարզապես այո, գնդակը խաղադաշտից դուրս հանեց Գոր Մարտիրոսյանը հասկացավ, որ կարող է կորցնել ինչը էլ ավելի վտանգավոր կստացվեր Աջափթակի համար։ Եզրայելը խաղարկում են Վիլյարեալի ֆուտբոլիստները Զաթիկյան։ Թողեց գնդակը Արմեն Ավագյանին։ Շատ լավ փոխանցում Համբարձումյանի ուղղությամբ հարված ու 1-1 Վիլյարեալը հավասարեցնում է հանդիպան հաշիվը։
Ստոպ Համբարձումյան 1-1 հաշիվը հավասար է, այո, ստացվեց ամեն դեպքում Վիլյարեալի մոտ ստացվեց խփել պատասխան գնդակ ու հավասարեցնել հանդիպան հաշիվը ու դեռ կա խաղա ժամանակ երկու թիմերի համար էլ հիմնական ժամանակի ավարտին 2 րոպեից մի փոքր ավելի քիչ է մնացել այո ինչի մասին խոսում ենք Համբարձումյանը Զատիկյանի փոխարինման դուրս գալուց հետո վերացեց նոմինալ հարցակողի խաղադաշտում ու կարողացան այդ տակտիկական փոփոխությունը գոլի վերածել դեղին Սուզանավի ֆուտբոլիստները ստացվեց ամեն դեպքում Վիլյարեալի մոտ ստացվեց հաշվի հավասարությունը վերականգնել ու տեսնենք այս մնացած րոպեները ինչ կտան երկու թիմերին հիմա եզից արդեն կնետի Վիլյարեալը Իհարկե այս իրավիճակում էլ Համբարձումյանը գրավեց դարպասը, բայց Արմեն Ավագյանի փոխանցման մասին Մարտիրոսյան կարող է նորից առաջացնել Աջափթյակը հաշվի մեջ Մարտիրոսյան 2-1 այո Աջափթյակը խփում է երկրորդ գնդակի այս խաղում ու նորից հաշվի մեջ ստանձնում հարթողի կարգավիճակը բրավո Աջափթյան Գոլ Մարտիրոսյան 2-1 այո խփեց Մարտիրոսյանը Աջափթյակի երկրորդ գնդակը իսկ խաղում երրորդ գնդակ ու 2-1 հաշվով այս րոպեի դրությամբ նորից Աջափթյակը հաղթողի կարգավիճակում է շատ չպահանջվեց 1 րոպեից մի փոքր ավելի խաղաժամանակ պահանջվեց Աջափթյակից նորից առաջ անցնելու հաշվում է իհարկե Մի պահ թված արդեն Համբարձումյանը կորցրել է հարված կատարելու ու հիմա Պետրոսյան փոխանցում դեպի Համբարձումյանը, բայց Ստեփանյանը հասնում է կանգնել գնդակի ճանապարհին։ Այո, մի պահ թված, որ արդեն կորցրել է հարված կատարելու հնարավորությունը Մխիթար Համբարձումյանն ու կհեռացնեն Վիլյարեալի պաշտպանները, բայց մի խառնաշփոթ տեղի ունեցավ Տուգանայինի մատույցներում, որից առաջինը կողմնորոշվեց ու օգտվեց Գոռ Մարտիրոսյանը 2-1 նորից Աջափթյակը հաղթում է խաղադաշտում ու հիմա տեսնենք այս շատ քիչ խաղաժամանակ է մնացել արդեն հանդիպման ավարտին հիմա արդեն մրցավարի փոխհատուցած խաղաժամանակն է ընթանում իհարկե հստակ չեմ կարող ասել որքան է փոխհատուցել բայց կարծում եմ 2-3 րոպե առավելագույնը ոչ ավելի իհարկե Եվ այո ավարտված է հանդիպումը 2-1 հաշվով հաղթում է Աջափթյակի հիմնական մրցակիցներից մեկին Վաստակում հերթական 3 միավորը ու մրցաշարային աղյուսակում շրջանցում է հենց Վիլյարեալին այս հանդիպման այս հետաքրքիր հանդիպան համար նախատեսել էինք այսքանը կարճ դադար որից հետո խաղային օրը մեզ մոտ շարունակվելու է